Ազգային բարերար Սամվել Կարապետյանը աշխատանքային շաբաթվա սկզբին հայտարարում է մեր կարևորագույն ազգային ինստիտուտի հայ առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանության համար ճիշտ բանաձև մշակելու մասին։ Մեր ձևով շարժման առաջնորդի կարծիքով պետություն եկեղեցի հարաբերությունների այնպիսի կարգավորում է պետք, որ ապագայում որևէ փոքրիկ խմբակի մտքով չանցնի նոր հարձակում գործել մեր կարևորագույն ազգային ինստիտուտի վրա։ 110 օրից ավելի կալանավորված հայ գործարարը վստահություն է հայտնում, որ գործող սահմանադրական հիմքերի արկայության պարագայում այդ հարցը կարելի է արագ լուծել եւ մասնագետների հետ քննարկումները կհանգեցնեն ճիշտ բանաձևի մշակմանը։ Սամվել Կարապետյանը նաեւ կարևորում է հոգեվոր կյանքը ժողովրդի առօրյայի անբաժանելի մասը դարձնելը։ Կարապետյանի համոզմամբ հասարակության մեջ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք սպառնում են ապագա սերնդի բարոյական կերպարին ու առողջությանը եւ դրանք առաջացել են իրական հոգեվոր սննդի պակասից։ Փաստացի կուշտ, բայց հոգեվոր արժեքներից ու բարոյական սկզբունքներից զուրկ մարդը հասարակությանը, պետությանը, հայրենիքին բացարձակ օգուտ չի բերում եւ չի էլ կարող բերել, ընդգծում է Սամվել Կարապետյանը եւ մատնանշում եւս մեկ կարեւոր առաքելություն՝ հայ եկեղեցու որպես ազգային նկարագրի եւ բազմահազարամյա մշակույթի անբաժանելի մասի միջազգային ճանաչման եւ ներկայացման անհրաժեշտությունը։ Նա նշում է, որ անկախության տարիներին այս բացառիկ արժեքը աշխարհին պատշաճ կերպով ներկայացնելու հնարավորություն չի եղել, բայց արդեն շատ մոտ ապագայում մենք պետք է այնպես անենք, որ բոլորն իմանան, թե որտեղ է Հայաստանը, որտեղ է Մայրաթոր Սուրբ Էջմիածինը ու թե ինչ հարուստ արժեքային ժառանգություն են թողել մեր քրիստոնյա նախնիները աշխարհի համար։ Սամվել Կարապետյանն իր ուղերձը եզրափակում է իր ձևավորած շարժման կարգախոսով՝ անելու ենք մեր ձևով։ Սամվել Կարապետյանին կալանավորողները հայեր չեն, այսպես են արձագանքում քաղաքացիները ազգային բարերարի շարունակվող կալանքին։ Բարերար Սամվել Կարապետյանին եւս կալանավորել են, սրան ինչպես եք վերաբերվում։ Մարդը լավություն կեներ, ամեն ինչ կսարքեր, նվիրատվություններ կեներ, ինչն է դուրբատ։ Ուղղակի չեն գնադե իրանց շահի համար։ Թե ինքը որպես բարերար, որպես մարդ լավ մարդ էր, բայց որ եկեղեցուն կպաշտպանի, միգուցե մենք է պաշտպանենք։ Այդ հարցը չի քննարկվի, պաշտպանելը յուրաքանչյուր մարդը կարող է եկեղեցուն պաշտպանել։ Բոլորս էլ հավատացյալ ենք, բոլորս էլ մեր Աստված ունենք, կա մեկ Աստված, որին հավատում ենք բոլորս, բայց պաշտպանելու չպաշտպանելը ինձ թվում է absurd է։ Մեզ սրտից տարբեր է ու շատ լավն է Սամվել, ընձի օգուտ չի տվի աղջիկ ջան, բայց շատ լավ բարերար մարդ է, աղբոր տղեն, ընդիր, Նարեկ Կարապետյանը, շատ հիանամ իրանց լսելով, շատ կսիրեմ իրանց։ Բոլորի ենթատեքստը մեկն է, քաղաքական է, այսինքն այն մարդիկ, ովքեր ինչ-որ բան արել են երկրի համար, այն մարդիկ, ում սիրտը ցավում է երկրի համար, հայի համար, նույնությամբ ինչպես եկեղեցին, որը դարեր շարունակ ազգի համար մտածեց, ցավացե եւ ի վերջո մեծ ներդրում ունի հայը պահպանման գործում, դարեր շարունակ անկախություն չունենալով հայը մնացել, դա եկեղեցու շնորհքն է։ Նույն ցեվի Սամվել Կարապետյանը իր կատարածին ափսոսում, այնինչ որ ունեցել է եւ բնականաբար պիտի պաշտպաներ ազգը պաշտպանողին, երկիրը պաշտպանողին եւ նաեւ հայրենիքը ինչ-որ չափով։ Այստեղ է խնդիրը քաղաքական է։ Սա խոսում է Նիկոլ Փաշինյանի վախերի մասին։ Գիտեք, ցանկացած կալանավորում, որ արվում է, ես զարմանում եմ կատարողների վրա, անկեղծ ասած։ Ես իրեն շատ վաղուց եմ ճանաչում եւ գիտեմ, որ ինքը անհավասարակշիռ, ինքնասիրահարված, այդ մանիայով տառապող ու այդ մանյան իրականացավ, հասկանում եք, ինքը դարձավ իշխանություն։ Այդ ցավը դա է, իսկ ես զարմանում եմ կատարողների վրա, ես արդեն լուրջ կասկածում եմ, որ նրանք հայեր չեն, մենք հայերով չենք շրջապատված, որտեղ հայ բառը դա շատ լուրջ կոդ է եւ շատ մեծ էներգիա է պարունակում իր մեջ։ Սրանք հայեր չեն կատարողները, որոնք որ Սամվել Կարապետյանին ծիծաղելի է ձերբակալումը, բայց իհեճուկս նրանց քաղաքի տոնը կարվի Սամվել Կարապետյանի գումարները։ Ղեկավարություն չկա, գոյություն չունի Հայաստանում։ Շատ վատ, իհարկե նա հայամետ է, հայ կողքին է եղել, եկեղեցի կողքին է եղել, եւ ես նրան առողջություն եմ մաղթում եւ այնտեղից շուտ վերադարձ իր հողի վրա։ Էլի վատ,
Այսպես մարդկանց ինքը վախենալ տալանավորել է որ ինքը դեմ ճամփա բացվի, դեմ մարդ չէ ունի, առաջ է շտայլի։ Սամվել Կարապետյանն ինքը բարերար է եւ քիչ մարդ չէ հայկական pedagogical իրականության մեջ եւ բազմաթիվ ջանքերի շնորհիվ ինքը կարողացել է պետությանը օգուտներ տալ դիցուկ։ Մենք այս պահին ունենք մեր այդ հայտնի Վարեն Մարենի շենքը, որ իր մեքենասությամբ այս պահին կարգավորվում է, կառուցվում է, վերակառուցվում է եւ ամենահետաքրքիրը նա է, որ ինքը ոչ թե դա անում է իր համար եւ վերջում վերցնելու է իրեն, այլ տալիս է նվիրատվություն է անում քաղաքին, Ֆրունզիկի թանգարանին եւ այլն։ Այսինքն դա նշանակում է, որ ինքը հակված չէ ինչ-որ բան ունեցվածք ունենալու համար, ինքը դրա համար չի անում։ Այս շաբաթ հայկական լրատվականներում բազմաթիվ հարցումներ հրապարակվեցին հանրապետության տարբեր մարզերից եկեղեցու վրա իշխանականների հարձակումների, Սամվել Կարապետյանին անազատության մեջ պահելու մասին։ Ահա թե ինչ են ասում Տավուշի մարզի բնակիչները։ Սխալ է։ Իմ համար սխալ է, էլի։ Եկեղեցին առանձին սրբություն է, էլի չգիտեմ, իմ համարը տենց է։ Ես ետել եմ սխալ համարում, որ Սամվել Կարապետյանին հավանք ստացվեց, նրապես մարդուն, բարերար մարդուն, ինչի պետք է վերցնեի։ Այդ վերաբերմունքը բացասական է Սամվել Կարապետյանին, բարերար է, շատ մեծ բաներ արել մեր երկրի համար, իրավունք չունեին այդպեսի բան անեին, բարերարին, մի նախադասության համար, նա էլ մեր ձևով։ Իրան կարող է ուրիշ ձև են հասկանում, իրանց ձևը, մենք էլ ուրիշ ձև ենք հասկանում։ Պայքարով երևի թե մարդը այդ այն նկատի ունեցել, պայքարով իրանց ձևով։ Ծրագրերով, բանով էլ իմ կարծիքով։ Շիրակի մարզկենտրոն Գյումրիում քաղաքացիներից մեկն ասում է, առաջիկա ընտրությունների ժամանակ պատրաստվում է աջակցել այն ուժին, որը կօգնի հեռացնել հակահայկական խմբակին։ Նոր շարժում է ձևավորվել Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ, լսել եք այդ շարժման մասին, ինչ կարծիք ունեք եւ հնարավոր է միանաք այդ շարժումը։ Չեմ լսել, Բայց ձևով շարժման մասին է խոսքը։ Ես այդ մասին չեմ լսել, ասում եմ, բայց որ Սամվել Կարապետյանին ձերբակալեն, դա չէր կարելի։ Իսկ հասակներից աղջիկան սրտանց կմիանամ հերուստացույցը նայելով, կպայքարեմ ամեն լավի ու վատի համար, բայց երկին հուր էր տանք ես հասակներից։ Շարժումը ողջունում եմ եւ ցանկացած շարժում, որը իր փոքր նպաստը կբերի այս անօրինական հակապետական, հակահայկական խմբակին հեռացնելու գործում, միանշան նա աջակցելու։ Եթե ազգանպաստ լինի, ես ինչ կարող եմ, ինչով կարող եմ օգտակար կլինի։ Ես բարի չկայացրում եմ։ Ես Սամվել Կարապետյանին գիտեմ, իրոք բարերար, իրոք ու վաղուց։ Սամվել Կարապետյան Հայաստանում մեհատ է, մեհատ։ Իսկ մեծ աղով կարուն չի կա, հայությունը պիտի ոտի ելնի, ընդեմ Փաշինյանի, բայց հայությունը քնած է։ Եթե ծրագրերը համապատասխան են, գիտենք, Նիկոլի օրը չնինք։ Այդ շարժումն այլևս ինչքան հասկացա դարձել է քաղաքական կուսակցություն, մեր ձևով, իր ձևով, մենք է մեր ձևով, ինչ է պատահել։ Այս շաբաթ ժողովուրդ օրաթերթը բացառիկ տեղեկություններ է ստանում, թե ինչու են բարերար Սամվել Կարապետյանին Արմավիր քրեակատարողական հիմնարկից տեղափոխել ԱԱՑ մեկուսարան։ Փորձել են կանխել դատապարտյալների հնարավոր համախմբումը Կարապետյանի շուրջ, գրում է պարբերականը։ Ըստ օրաթերթի Արմավիր քրեակատարողականում միջադեպ է եղել։ Գոջի մականունով հայտնի դատապարտյալ Արման Առաքելյանը, որը Ռուսաստանում ադրբեջանցի սպանելու համար է անազատության մեջ, որոշել է հացադուլ սկսել ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի։ Իշխանությունները խուսափելով հնարավոր հացադուլից եւ Կարապետյանի շուրջ դատապարտյալների համախմբումից որոշել են նրան տեղափոխել։ Նշվում է, որ իրավիճակը Արմավիր քրեակատարողականում կարող էր դուրս գալ վերահսկողությունից, մինչդեռ նոր մեկուսարանն ունի ավելի խիստ ռեժիմ, ինչը նվազեցնում է ներքին բունտի հավանականությունը։ Թերթը նաեւ անդրադառնում է գործի քաղաքական ենթատեքստին։ Ըստ հրապարակման, իշխանությունները գործարարի եկեղեցուն սատարելու եւ քաղաքական գործընթացներին իր ձևով մասնակցելու
մասին հայտարարությունը գնահատել են որպես սահմանադրական կարգը վտանգող կոչ։ Այսպիսով Կարապետյանի գործը դիտարկվում է ոչ միայն որպես իրավական գործընթաց, այլև որպես նախազգուշացում ընդդիմադիր դիրքորոշում ունեցողներին եւ հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնողներին։ Եթե մենք համեմատենք 2018 թվականին եւ հիմա, առանձնապես ծանր հանցագործությունների թիվը աճել է 10 անգամ։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հրապարակել է մտահոգիչ վիճակագրություն Հայաստանում հանցավորության աննախադեպ աճի մասին։ Կարապետյանի ունեցած տվյալներով 2018-ից մինչև այսօր հարուցվել է 220,000 քրեական վարույթ, մինչդեռ 2018 թվականին նախորդած 7 տարիներին այդ թիվը կազմել է 100,000։ Մեր օպոնենտները կասեն, որ այդ քրեական վարույթները նրա համար են ստեղծվել, որ հակակոռուպցիոն պայքար է, կոռուպցիայի դեմ պայքար է։ Տարվա կտրվածքով, օրինակ 2024 թվականին քրեական վարույթների ընդամենը 1%-ն է հակակոռուպցիոն։ Այսինքն ինչ է կատարվում Հայաստանում։ Եթե դու օրինակ ապրում ես Վայքում դու ակտիվ գործարար ես, բայց ունես հայացքներ ընդդիմադիր։ Մեկ էլ մի օր հայտնվում է մի քպական տեղում, ով 100% ինչ որ դիմելու է դատախազին եւ ասի, որ քո տարածքի այն 4 մետրը, որ դու ունեցել ես, ինչ որ խնդրեմ ունի եւ դրա վրա բացվի քրեական վարույթ։ Այսպիսի ձևաչափ ամբողջ Հայաստանում հարյուրավոր է, քրեական գործերը հարյուրավոր են եւ հիմնական նպատակը որպեսզի ընդդիմախոսներին լռեցնեն։ Բազում են դեպքեր էս վերջի ժամանակները, երբ մենք տեսնում ենք, թե ինչքան վենդետաներ կան, ինչքան սպանություններ կան մեր երկրում եւ հիմնական պատճառը ուժային կառույցների չզբաղվելն այդ գործերով, այլ նրանք զբաղվում են օրինակ Էջմիածնի ընտրություններով։ Աննախադեպ է նաև ձերբակալությունների վիճակագրությունը։ Վերջին 7 տարում ձերբակալվածների թիվն աճել է 7 անգամ, 2018 թվականի 900-ի փոխարեն հասնելով տարեկան 7000-ի։ Մենք եւս 5 տարի այս մարդուն պահենք, ինձ թվում է տասնյակ հազարավոր նոր մեր հայրենակիցներ իրեն ձեռքին ունենալու են այդ ձեռնաշղթաները։ Վստահեցնում ենք ձեզ, որ հավասարակշռված կառավարությունը իր հիմնական գործունեությունը, հիմնական աշխատանքը տանելու է ազատություն ապահովելու վրա, օրինականություն ապահովելու վրա, ուժային կառույցները պետք է զբաղվեն իրենց հիմնական գործունեությամբ եւ կզբաղվեն։ Իդեպ Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը այս շաբաթ հայտարարում է, որ 100 օրից ավելի կալանավորված Կարապետյանի նկատմամբ որևէ գործողություն տեղի չի ունենում։ Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնում է, որ ինքը սեպտեմբերին մի քանի միջնորդություն եւ դիմում է ներկայացրել քննչական խմբի ղեկավարին, դատախազության վերահսկող վարչության պետին, պահանջելով մեջբերում նվազագույն ջանասիրության ու օրինականության ապահովում քննչական գործողությունների կատարում։ Կարող եմ արձանագրել, որ 100 օրից ավելի տևող քննությունը ոչ մի բանով չի տարբերվում 2025 թվականի հունիսի 17-ից, այսինքն ունեն քաղաքական հետապնդում, տոտալ անգործություն, բացառապես կալանքի ապօրինի պահպանման նպատակով, հիմք ընդունելով ֆեյսբուքյան արդարադատությունը, գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Ամերիկացի հայտնի փաստաբան Ռոբերտ Ամստերդամն այս շաբաթ Facebook-ի իր հայալեզու էջում գրառում է անում գործարար Սամվել Կարապետյանի շուրջ զարգացումները որակելով քաղաքական շոու։ Փաստաբանը վկայակոչելով Հայաստանում ունեցած իր հանդիպումները մասնավորապես նշում է. «Երբ Հայաստանում էի իմ բոլոր հարցազրույցներում, հանդիպումներում հստակ հայտարարել եմ, Սամվել Կարապետյանի գործը քաղաքական շոու է»։ Իր գրառման մեջ Ամստերդամը նաև պայքարի կոչ է անում հանուն արդարության վերականգնման եւ հայ առաքելական եկեղեցու պաշտպանության։ Մենք պետք է միասին պայքարենք, որպեսզի վերականգնենք արդարությունը եւ պաշտպանենք հայ առաքելական եկեղեցին, գրում է հեղինակավոր փաստաբանը։ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններով հաղթելու Էդմոն Մարուքյանի ճանապարհային քարտեզի առանցքում Սամվել Կարապետյանն ու նրա ղեկավարած մեր ձևով շարժումն է։ Նյուզեեմի տաղավարում է Մարուքյանը բացահայտում, թե ինչպես է տեսնում Նիկոլ Փաշինյանի հեռացումը ընտրությունների միջոցով։ Քոչյանը չի մասնակցում, դուրս է գալիս քաղաքականությունից։ Հայաստան դաշինքը հենց առաջնորդի Աննա Գրիգորյանը այնտեղ կլինի բավականին լուրջ կոնսոլիդացիա այլ ուժի։ Քոչյանի գործումը կգնա մի կողմ եւ ավելի ապակենտրոն, ոչ բրգաձև համակարգ կստանա։ Դրա արդյունքում Փաշինյանը կզրկվի նաև խոշոր զենքից, որը կիրառում է անդադար։ Նախկիններ քոչարը։ Այո, գնացինք առաջ։ Մյուս ընդդիմադիր դաշտը, օրինակ, մեր ձևով շարժ։ Նորից գնում է մեծ կոնսոլիդացիայի, ավելի ախոշորանում եւ կարող է մի հատ էլ լինի, բայց ես տեսնում
պարլամենտական ընտրությունների արդյունքներով Հայաստանում մասնալու է մոտավորապես 3-4 ուժ։ Այս ընտրություններին մասնակցելու է մոտավորապես 30 ուժ։ Արդեն ասացի, այսինքն կոնսոլիդացված Հայաստան դաշինքը այս պահին մեր ձևով երկրորդ տեղն է, արդյունքով Հայաստան դաշինքը երրորդ տեղն է, եւ ես չեմ կարծում, թե Ռոբերտ Քոչարյանն ուզում է մասնակցել ընտրություններին եւ ընկնել երրորդ տեղ։ Հետևաբար նա պետք է իր թիմում սերնդափոխություն անի։ Եվ կարծում եմ 21 թվականի փորձը, որ նա բազմիցս նշել է, որ ժողովուրդը գնաց ընտրեց իրան, այդ փորձը ում պետք է։ Այսինքն փորձը կա, որ այլևս նա փորձել է չի ստացվել եւ դաշտ է բացում, որ Փաշինյանը զրկվի իր հիմնական զենքից։ Էլեկտորալ արժեք քանի որ Okay, դուք ասացիք Հայաստան դաշինքի մասին։ Մեր ձևի մասին ասացիք։ Մեր ձևով Հայաստան դաշինք երրորդը։ Մնացածները խոշորանում են այդ երկու ուժերին։ Միանում են այդ երկու ուժերին։ Որ ուժերին կմիանան, դրանցից որ մեկին կմիանան։ Մենք ես բազմիցս խոսել եմ Սամվել Կարապետյանի առաջնորդության մասին, ես ավելի շատ այդ դաշտն եմ տեսնում։ Մեր ձևով ժողովրդական շարժմանն արդեն միացել է 4000 կամավոր։ Շարժման անդամներն այն շաբաթ եղել են Կոտայքի մարզում, Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր եւ Աղավնաձոր գյուղերի բնակիչների հետ քննարկել գյուղերի ենթակառուցվածքների զարգացման հնարավորությունները, ներկայացրել մեր ձևով շարժման ծրագրերը Հայաստանի մարզային բնակավայրերի զարգացման վերաբերյալ։ Դες երուստատեսությամբ շատ լավ ճանաչում ենք, շատ գոհ ենք, որ գոնոման այք ձեր տեսակի հայեր կամ Ալաշկերտի հայեր ենք, մեր Արցախի ազատագրման պայքարին այս է մեր ընկերը, ընդես զոհված, մեր հրամանատարը, մի խոսքով մեր ինչ պատելու լավ բան կար, այսօր ծախել են, չկա։ Հրանստանը հեն բնատուր ամենաուժեղ գործարանային տարածքն է Հայաստանի։ Մենք առաջարկում ենք, որ Հայաստանը ուժգությունը վերցնի արդյունաբերության վրա, այսինքն սկսի վերականգնել այն գործարանները, որ սովետական միության ժամանակ մենք ունեցել ենք նոր տեխնոլոգիաներով ու նայենք տեսնենք ինչ է Հայաստանը առնում դրսից, որտեղ է Հայաստանում արտադրել։ Շավետանը ես այդ ամենա դարուքոս տեղերում ավելի լավ էի քենում, ավելի հպարտ էի։ Եթե Ղարաբաղ որ տերիտորիայում ուզում էի գառը մորթուբի մգեները գերուքում էի սարկում, շագատս այսպես բարդ գալիս էի, իսկ այսօր ոնց է փաղված ունեն։ Սովետի ժամանակ սա սովետին անուն են դնում, բայց մի բան ասեմ, 10 տարում 1000 զավոդ են սարքես երկրում։ Մեր պապերը, որ պապիներ էլի, որ գիր կարդալ չեն իմացել, 1000-ած զավոդ են սարքել։ Այ մարդ, գիրել գիտենք, կարդալ էլ գիտենք, 1000 զավոդ խի չենք սարքել։ Մենք ափսոս ենք, ես մեր ժողովուրդը շատ ափսոս է, շատ հայրենասեր, շատ իսկական հայ են ամենամ, իմաստով իսկական հայեր են, բայց այսօր մարդիկ ունեն տալիս ինչ է, որ արդեն մենք վերություն կարողացում են, կամաց մեզի հարմարցնում են դες բաների, դելի, մենք ես լավ հայերով, ես որակյալ հայերով ձեր հետ ենք, ես մերն եմ մեր ես գյուղի հասարակությանը, ըստրանք շատ հայրենասեր ժողովուրդ է, դելի, հետքան բան ախր։ Հայաստանին ուժեղ երկիր սարքող միակ ճանապարհը դա գործարաններ ունենալ։ Մեր ձևով շարժման անդամները Արմավիրի մարզի, Այգեշատ, Արմավիր եւ Հայկավան գյուղերում են եղել։ Բնակիչների հետ խոսել համայնքների զարգացման հեռանկարների եղած խնդիրների մասին, ուսումնասիրվել են գյուղական ենթակառուցվածքների հնարավորությունները։